Բարև ձեզ։ Այսօր կրկին զրուցելու ենք, հետաքրքիր զրույց ենք ունենալու, բայց այն տարբերվելու է մեր նախորդ զրույցներից, քանի որ իմ հյուրը գտնվում է Հայաստանից դուրս, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ ինչպես արդեն տեսնում եք, իմ այսօրվա հյուրն է, իմ այսօրվա զրուցակիցն է Գայանե Ասլամազյանը։ Բարև ձեզ, Տիկին Ասլամազյան։ Ողջույն Զենֆիրա ջան, շատ շնորհակալ եմ այս հանդիպման համար եւ վստահ եմ, որ շատ ջերմ ու մտերմիկ զրույց կստացվի մեզ մոտ։ Ես էլ շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ երևի սկսենք հենց մեր զրույցների ավանդական սկզբից։ Պատմեք մեզ ձեր մանկության մասին, որտեղ է այն անցել, ինչպես է անցել, որտեղ եք ծնվել, մեծացել։ Ես ծնվել եմ Երևանում, այն ժամանակ կոչվում էր Մեծ Կենտրոն, Կոմիտաս թաղամասում, այսպես ասեմ։ Ունեցել եմ շատ լավ մանկություն իրականում, որովհետև թե բակային խաղերը, թե իմ հարևան եղբայրները, թե ընդհանրապես ընկերությունը, որ ես ունեցել եմ այդ տարիներին, համարում եմ ֆանտաստիկ ժառանգություն ու երևի հենց այդ տարիներն էլ ինձ ձևավորել են իբրև մարդ։ Եթե մի պահ հնարավորություն ունենայիք ետ գնալ մանկություն, մանկության որ հատվածը հատկապես կուզենայիք նորից տեսնել, զգալ, վերապրել։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, ես այդպես ռոմանտիկ ինչ-որ բաներ չունեմ երբևէ։ Ես վայելում եմ յուրաքանչյուր ժամանակ, երբ ապրում եմ, ու երբ ասում են օրինակ ուզեի նորից երիտասարդանայի, այդ երիտասարդ կյանքս նորից հիմա վերապրեի, ախ, էլի լինեի երիտասարդ, ես այդպես ցանկություններ երբևէ չեմ ունենում։ Սիրել եմ սիրում եմ յուրաքանչյուր ապրած օրս լավ ու վատով, ամեն ինչով։ Ինչպիսին էին դպրոցական տարիները։ Ամ, Դպրոց, երեք դպրոց եմ փոխել։ Սովորում էի առաջին դպրոցս Կամոյի անվան դպրոցներ։ Իմ տպավորություններն ու հիշողությունները, այսինքն առաջին անգամ սեպտեմբերի 1-ին, որ վերադարձա տուն, առաջին տպավորությունս, որ հարցրել էին ինչպես էր դպրոցը, ասեցի Հոգի զասպինու, այսինքն մենք այդ ժամանակ նստում էինք Հա, այսպես ուղիղ նստելու համար ձեռքերը հետևում խաչելով եւ իմ առաջին տպավորությունը դա էր, քանի որ ես գնացել էի դպրոց, արդեն գիտեի կարդալ, բավականին շատ բան գիտեի, ինձ այդտեղ առաջին երևի ժամանակահատվածում այդքան հետաքրքիր չէր դպրոցը։ Հետո ես սկսեցի հաճախել բալետի խորեոգրաֆիկ դպրոցի դասընթացները, մեկ տարի դասընթացները գնացի, ընդունվեցի խորեոգրաֆիկ դպրոց, բայց իմ ընտանիքի խորհուրդը, այսպես ասեմ, որովհետև բոլորը միասին էին որոշում կայացնում, որոշեցին, չգիտեմ ինչի, մի տարի տարան, հետո որոշեցին, որ ինձ պետք չի գնալ այդ ուղղությամբ։ իսկ դուք ինչ եք Եվ կարծում։ ինձ թվում է, որ այդ ժամանակ ինձ ոչ մեկ չէր հարցնի ես ինչ եմ կարծում, այն ժամանակները ուրիշ էին եւ ծնողների եւ երեխաների հարաբերություններն էլ էին այլ, չեմ կարծում, որ այն ժամանակ երեխաների կարծիքը ընդհանրապես հաշվի էին առնում։ Հետո այդ առումով ես էլ բավականին դժվար երեխա եմ եղել, որովհետև շատ տեղեր են տարել եւ ի զարմանս բոլոր մեծերի մշտապես յուրաքանչյուր վայրում գրանցում էի շատ տենց բարձր արդյունքներ, բայց ոչ միտեղ չէի մնում, որովհետև չէի հետաքրքրվում այնքան, որպեսզի ցանկություն ունենայի շարունակել եւ դառնալ պրոֆեսիոնալ այդ բնագավառում։ Մի խոսքով այդ ժամանակ տեղափոխեցին ինձ 35 համար դպրոցը, Գոգոլի անվան, այն ժամանակ համարվում էր լավագույն դպրոցներից մեկը, այսինքն երբ որ Ռուսաստանից կրթական համակարգը գալիս էին ստուգելու, անպայման այցելում էին մեր դպրոցը, շատ ու շատ լավ կարծիքներ եմ լսել մշտապես այդ դպրոցի մասին եւ շարունակում եմ լսել, որովհետեւ իմ մորաքույրն էր այնտեղ աշխատում եւ իր աշակերտները պատկերացրեք մինչ օրս փորձում են կապ հաստատել, գտնել իբրև լավագույն ուսուցչուհի, որպես մարդ ով ներազդել է իրենց հետագա կյանքի վրա, բայց ցավոք սրտի ես իմ կյանքում այդպիսի դպրոցական ուսուցիչ չեմ ունեցել։
ու իմ տպավորությունները այդպիսին չէին, իմ տպավորությունները այնպիսին էին, որ այդ դպրոցում վատ սովորող երեխան ընդհանրապես էլ հնարավորություն չուներ լավ սովորելու, որովհետև իրեն ուղարկում էին հատակները մաքրելու կամ պատուհան լվանալու, այսպես, այսինքն երբ որ ես հիմա մեծ եմ, դա իհարկե որպես պատիժ էր այն ժամանակ հնչում, բայց այս տարիքում երբ ես հետ եմ նայում, ես կարծում եմ, որ վատ սովորող կամ ավելի այդպես չար երեխային ավելի ուշադրություն է պետք եւ ավելի նրան գրավել դեպի դասարան, ոչ թե դասարանից դուրս հանել։ Ամեն դեպքում այն ժամանակներն ու վարքերը տարբեր էին։ Ու այդպես հետաքրքիր տպավորել։ Ես եղել եմ միշտ տարբերվող, մի քիչ ավելի ամբոստ եւ 8-րդ դասարանում, երբ որ ես գնացի սեպտեմբերի 1-ին դպրոց, ինձ ուղարկեցին տուն, որովհետեւ մազերս շատ կարճ էին, ունեի շատ օղեր, այդպես ասացին, որ իմ տեսքը չի համապատասխանում դպրոցական տեսքին, ինձ ուղարկեցին հետ տուն։ Դրանից հետո նաև փոխեցի դպրոցս եւ գնացի Մխիթար Սեբաստացու կրթօջախը, գիմնազիան, որը իմ կյանքի ճակատագրական եւ լավագույն իմ ծնողների որոշումն է եղել, որովհետեւ դա եղել են իմ երջանիկ տարի ու կեսը դպրոցական, իմ լավագույն ընկերները պահպանվել են մինչ օրս այդ դպրոցից, ես շատ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ հայտնվեցի այդտեղ եւ այդ հետքը, որը թողեց իմ վրա այդ կրթահամալիրը, կարծում եմ շատ մեծ էր։ Այ հետաքրքիր է, ես հիմա ձեզ լսում եմ եւ հիշում եմ ինձ բավական այդպես փոքր տարիքում, երբ երեխա էի նստում էի էկրանի առաջ եւ այնտեղ տեսնում էի ձեզ եթերում եւ բացարձակ չէի պատկերացնի, որ օրինակ երեխա տարիքում դուք այդ բնավորության կրողն եք եղել, որովհետեւ միշտ հանգիստ հանդարտ մարդու տպավորություն է եթերից Ну, զգացվում։ ես միշտ եմ հանդարտ, բայց ինչպես տեսնում եք իմ անցած ուղին եւ այն ճանապարհը, որով ես դեռևս անցնում եմ, միշտ ըմբոստ եմ ու միշտ ինչ որ իմ ճանապարհն եմ փորձում հարթել։ Նաեւ դպրոցից 35-ից ասեմ դες մի առանձնահատկություն, մեր դասարանում այնպես էր ստացվել, որ ուսուցչական երեխաները շատ էին, Նման 8 դասաներ միշտ բարդ են լինում։ 8 8 ուսուցչի երեխա կար մեր դպրոցում, բայց ասում եմ, քանի որ այն ժամանակները տարբերվում էին հիմիկվա ժամանակներից, այսինքն հիմա արդեն չեմ պատկերացնում ինչպես կլիներ, այն ժամանակ, երբ որ մենք ինչ որ մի բան սխալ էր արվում երեխաների կողմից եւ կապ չուներ ով էր այդ սխալը գործում, պատասխանատվությունը կրում էինք մենք, որովհետև որպես ուսուցչի երեխաներ մենք պետք է օրինակ ծառայեինք եւ մենք իրավունք չունեինք ինչ որ սխալ գործելու եւ կապ չուներ դասարանում ով էր ինչ արել, մեզ էին պատժում եւ այսպես ամեն անգամ հիշում եմ, որ մտնում էին դասարան տնօրենը կամ օգնականը մտնում էին դասարան եւ հնչում էր «Учительские дети встать», դա նշանակում էր, որ մեզ կրկին տանում են պատժի։ Եվ մենք մշտապես այդպես նաև դա է շատ մեջս տպավորվել «Учительские дети встать», սենց ինչ որ գեստապոյական վիճակ էր մեզ մոտ, մենք տենց թոքով գնում էինք, կանգնում էինք, ժամերով լսում էինք, որ պետք է օրինակ ծառայենք, լավ սովորենք, լինենք լավը, կարծում եմ, որ դա նաև շատ լավ բան էր։ Շատ ճիշտ դաստիարակչական ինչ որ մեջը կորիզուն էր այդ ամենը իհարկե, բայց դե մենք տպավորվում էինք ու չէինք հասկանում ինչ կապ ունենք մենք, եթե ընդհանրապես այդ պատմության մեջ չենք մասնակցել կամ մի խոսքով այդպիսի հետաքրքիր բաներ, բայց գիմնազիան իր հերթին շատ մեծ հետք թողեց, որովհետև կար ազատ մտածելակերպ, հետո այն տարիներին, չգիտեմ, շատ երիտասարդ եք այդ տարիներին դժվար հիշեք, ընդհանրապես դպրոցները ձմռանը չէին աշխատում, որովհետև շատ ցուրտ էր, չէր ջեռուցվում, երեխաներին փակում էին ձմռան ամիսներին, բայց մեր դպրոցը վառելիք չկար։ Բայց մեր դպրոցը գործում էր եւ փայտի վառարաններ ունեինք դասարանում, գնում էինք այնտեղ եւ մենք ունեինք դպրոցական ավտոբուս։ Այդ ավտոբուսը բոլորիս առավոտյան հավաքում էր տան մեր դպրոց, բայց էլ հետ չէր բերում։
այդ ավտոբուսը, իսկ գիմնազիան գտնվում էր Արգավանդում։ Եվ բարեբախտաբար ես ունեի դասընկերուհի, որը մեր տան կողքն էր ապրում, եւ պատկերացրեք, մենք Արգավանդից ամեն օր այդ ձներով, այն ժամանակ ձյուն մաքրող մեքենաներ էլ չկային, մենք այդ ձներով գալիս էինք ոտքով Արգավանդից դեպի Կոմիտաս, եւ մենք դեռ ուր եռանդ ու հավես էինք ունենում, հաճախ գնում էինք Կասկադով էինք բարձրանում Մոնումենտով, այդ կողմի այգիներով նոր իջնում գալիս դեպի ժամացույցի գործարան։ Ես հիմա որ պատկերացնում եմ ընդհանրապես մենք այդ տարիներին ինչպես ենք ապրել, ինչպիսին ենք եղել, ուղղակի անհավանական է ինձ համար, ես չեմ պատկերացնում, որ ես հիմա, ասենք, Արգավանդից ոտքով հասնեմ, գնամ Կասկադով բարձրանամ, իջնեմ, բայց շատ երջանիկ տարիներ էին այնուամենայնիվ։ Պատկերացնում եմ, որ ամեն դեպքում այնքան հիշողություն կունենա ու ամեն օրը մյուսից այնքան տարբեր պիտի լիներ, որ անվերջ կարելի է այդ տարիներից խոսել։ Ինձ հետաքրքիր էր ձեր մասնագիտության ընտրությունը, արվեստի ոլորտում կրթություն ստանալու այդ ընտրությունը մայրիկի հետ կապ ուներ, որովհետև արվեստագետ մայրիկ ունեք, թե զուտ, թե այդ գիմնազիայի, թե այդ միջավայրի ազդեցություններ, ձեր սեփական ցանկություններն էր։ Շատ երևի թե առաջին անգամ կխոսեմ դրա մասին։ Այդ տարիներին մեր ընտանիքը որոշում էր կայացրել տեղափոխվել Հայաստանից դեպի Գերմանիա։ Պետք է գնայինք Գերմանիա եւ իմ վերջի զանգը համընկավ մեր տոմսերի հետ, որ մենք պետք է ոնց որ վերջի այնպես էին տոմսերը վերցրել, որ ես չզրկվեմ այդ հաճույքից իմ ընկերների հետ անցկացնելու իմ այդ տոնը եւ դրա հաջորդ օրը պետք է թռնեինք, գնայինք Ֆրանկֆուրտ, եթե չեմ սխալվում։ Ես պատրաստվում էի ողջ ընթացքում ընդունվել, ես գիտարահար էի եւ պատրաստվում էի կոնսերվատորիա ընդունվել լավագույն դասախոսների հետ, Հակոբ Ճահասպանյան, Ֆրանսիայից էր գալիս, շատ լավ մասնագետ ում հետ պարապում ես զբաղվում էի եւ այդ տարի առաջին անգամ պետք է բացեին դասարան կոնսերվատորիայի եւ կարծես թե բոլորից գիտեին ով է այնտեղ դիմելու եւ այդպես ընդհանրապես չկար կասկած, որ հենց մենք դառնալու ենք առաջին ուսանողները գիտարի դասարանի, բայց քանի որ արդեն մենք պետք է մեկնեինք, ես մի տեսակ վերջին 2 ամիսները այլևս այդպես չէի զբաղվում, չէի պարապում, իսկ դուք գիտեք, որ երաժշտական գործիքին տիրապետելու համար երբևէ չի կարելի դադարեցնել այդ պարապելու պահը։ Բայց հենց իմ վերջին զանգի օրով մենք իմացանք, որ մեզ խաբել են, այդտեղ տոմսերի խնդիր էր եղել եւ այլն, եւ մենք ամեն ինչից զրկվել էինք եւ կարծես 0-ից սկսեցինք ապրել նորից այդտեղ։ Ու քանի որ արդեն ես մնացի այսպես օթում, ինձ ասեցին ոչինչ, նորից գնա, պարապի, զբաղվի, բայց քանի որ ես գիտեի ում հետ եմ ես սովորել, ինչպիսի երեխաներ են ու ես միշտ ինչ մակարդակ էի գրանցում ու ես 2 ամիս հետ էի ընկել, մի տեսակ ինձ մեջ կոտրվեց այդ ամենը եւ որոշեցի, որ չեմ գնալու կոնսերվատորիա։ Այդ ժամանակ իմ մայրը սովորում էր, ինքն էլ շատ ըմբոստ հոգի ունի, ինքն էլ էր երաժիշտ էր, դաշնակահար երաժիշտ էր, դասատու էր, բայց մեծ տարիքում, հիմա դե որ հետ եմ նայում, իհարկե ընդհանրապես մեծ չէր, երիտասարդ կին էր, որոշել էր, որ ինքը նկարչության հանդեպ սեր ունի եւ ուզում է սովորել եւ ընդ որում այդ տարիներին իրեն ընդհանրապես ոչ մեկ չէր աջակցում, չէր օգնում, ընդհանրապես չէին հասկանում, օրինակ 30 տարեկանում, ինչի ինչ որ մեկը ցանկություն ունի 35-ում դեռ սովորելու։ Եվ ինքը բավականին դժվար Այդքան սովորել ես, հիմա արդեն ընտանիքին բարի։ Հիմա ու հանկարծ 35-ում էլի սովորել բավականին դժվար էր իր համար եւ շատ էին հակադրվում, չէին հասկանում, բայց ինքն էլ հակառակ գնաց այդ հոսանքին եւ ինքը այդ ժամանակ դեռևս սովորում էր Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, գեղանկարչության բաժնում էր սովորում եւ ինքը ինձ առաջարկեց, ես եկա շատ տենց հերթական անգամ իմ դասընկերների հետ հանդիպեցի, եկա ու շատ այսպես ազդված, որ բոլորը հիմա զբաղված են, բոլորը փորձում են ընդունվել, մենակ ես եմ մնացել այսպես քննություններից մնացել էր 20 օր քննություններից առաջ
Եվ մայրս առաջարկեց, ասեց շատ լավ բաժին կա մեր ինստիտուտում արվեստի պատմություն եւ տեսություն, գիտեմ, որ դու շատ սիրում ես, ծանոթ ես, շատ ես գրականություն կարդում եւ գուցե քեզ հոգեհարազատ է դա։ Եվ որոշեցինք փորձել եւ 20 օրվա մեջ ես ինձ օգնեց մայրս իր ընկերուհին եւ իր համակուրսեցին Արմեն անունով, իրեն ջինս էին ասում այդ ժամանակ ինստիտուտում եւ իրենք ինձ օգնեցին օր ու գիշեր պարապելով գնացի հանձնեցի քննություններս եւ ընդունվեցի։ Եվ քանի որ այդպես շատ հեշտ էր ինձ այդ ամենը տրվել, առաջ տարիները երևի թե չէի ընդհանրապես գիտակցում եւ գնահատում այն ամենը, ինչ ես ունեմ։ Երևի 4-րդ կուրսից սկսած ես նոր հասկացա լրջությունը այդ մասնագիտության, նոր իրականում շատ-շատ սիրեցի մասնագիտությունը եւ արդեն իմ դիպլոմայինի ժամանակ իմ ողջ սերը գիտության, իբրև գիտություն այդ մասնագիտությունը ընդունելը եւ այդ ամբողջ իմ հավաքած գիտելիքները արտացոլեցի իմ դիպլոմային աշխատանքի մեջ եւ ասեմ, որ բավականին բարձր էր գնահատվել մասնագետների կողմից այդ աշխատանքը, հետագայում իմացա, որ նաեւ երիտասարդ ուսանողներին տալիս էին իբրև օրինակ, որպեսզի տեսնեն ինչպես են գրվում նման աշխատությունները եւ որոշեցի շարունակել գնալ ասպիրանտուրա, բայց կար մի բան, ես ավելի ժամանակակից արվեստով հետաքրքրվող էի, իսկ ինձ այն ժամանակվա օրենքներով ստիպում էին, որպեսզի ես գրեի միջնադարի մասին եւ ավելի խոր ժամանակներից եւ թեմա էին տվել, որը 6-րդ դարից մինչեւ 11-րդ դարեր, ինչը ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում։ Եվ երկար բարակ պայքարներից հետո, մի խոսքով, ես ասպիրանտական բոլոր մինիմումներս հանձնեցի, բացի իմ հենց աշխատանքից։ Այդ աշխատությունը այդպես էլ կիսատ մնաց, որովհետև չսիրեցի։ Չկարողացա պայքարել այնքան, որ ինձ ժամանակակից արվեստ տան, իսկ այդ ցավոք սրտի չարեցի։ Հիմա ասում եմ ցավոք սրտի, որովհետև այսպես տարիներ անց, երբ հետ եմ նայում, կարծում եմ, որ շատ կարևոր կլներ, եթե ես կարողանայի իսկապես սիրել ու զբաղվել դրանով, հետաքրքիր աշխատություններ կունենայինք։ Դե, ուշ չէ։ Գուցե Ես մտածեք եթե այդ խոսում բանը։ ենք մանկությունից, վերադառնանք մանկություն, շատ կարևոր դեր է ունեցել նաև իմ բակը ինձ Ահա, համար եւ իմ բակի ընկերուհիները եւ հատկապես իմ հարկում ապրող իմ հարևան ընկերները տղաները, որոնք մեկը 1 տարի էր մեծ, մյուսը 1 տարի փոքր եւ ունեին փոքրիկ քույրիկ եւ մենք 4-ով ենք մեծացել միասին եւ հատկապես այդ ծանր մութ տարիների ժամանակ, երբ որ բոլորս դպրոցում էինք սովորում, բոլորիս հավաքում էին մեկ սեղանի շուրջ, այդ լամպերը բոլորը բերում դնում էին միտեղ, որ մեզ լուսավորությունը հերիքի եւ մեր ընկերությունը իրական այդ ժամանակվա դժվար է ասել, որ կարելի է փոխել ինչ որ ուրիշ բաների հետ։ Դա իրական ճիշտ մաքուր մարդկային ընկերություն էր, եղբայրություն էր, ես կասեի, որովհետև ես ունեմ եղբայրներ, բայց իրենք հեռու էին ապրում կամ փոքր էին տարիքով, իսկ այդ փոքր տարիքում, գիտեք, այդ տարբերությունը շատ զգալի է։ Ես շատ շնորհակալ եմ տղաներին, որ իրենք իմ կողքին էին, իբրև լավ, իսկապես եղբայրներ։ իսկ հիմա Այդպես կապ ունեք իրենց հետ։ լինում է պատահում է, այդպես շատ չէ, բայց այո, պատահում է, հատկապես իրենց մայրիկին աշխատում եմ շնորհավորել իր ծննդյան կապակցությամբ, որտեղ մշտապես հիշում եմ, այն ժամանակ հարևանությունը այլ կերպ էր ընկալվում եւ կարծես թե մի ընտանիքով էինք ապրում։ Ամեն դեպքում շատ սիրում եմ, շատ գնահատում եմ ու շատ մեծ ջերմությամբ եմ իրենց հիշում։ Շատ լավ, ես ձեր հարցազրույցներն էլ նայում էի ու կարծես թե այդպես է եղել գոնե մինչև այս համացանցի լայն տարածումը, որովհետև հիմա ուղղակի եթե դու տիրապետում ես էկրանին կադրին, դու կարող ես արդեն իսկ դառնալ էկրանի մատ, բայց նախկինում դա այնքան էլ հեշտ չէր ու դուք էլ բազմաթիվ անգամ այդ մասին խոսել եք։ Արդյոք երբ ձեր մասնագիտական ճանապարհը սկսեցիք, պատկերացնում եք այդ դժվարությունները, թե դա անակնկալ էր այն բոլոր խոչընդոտները, որ պիտի հայտնվեին ձեր ճանապարհին էկրանին հայտնվելու համար։
Ես կարծում եմ, որ ինձ մոտ հակառակն է եղել, ինձ մոտ խնդիրը չի եղել էկրանին հայտնվելու դժվարություն ունենալը, ես երբեք չեմ ուզել լինել էկրանում, ճիշտ հակառակը, ես ուզել եմ լինել էկրանից այն կողմ, բայց ինձ մշտապես բերել են էկրանի մոտ եւ զրկել են նրանից, ինչ որ ես ուզել եմ։ Հեռուստատեսությունում ես հայտնվել եմ որովհետև մեծ ցանկություն ունեի իմ մասնագիտականը բերել դեպի մեծ մասսաներ եւ առաջին հնարավորությունը, որ ինձ տրվեց, ի շնորհիվ Ժիրայր Դադասյանի, ում ես անչափ շնորհակալ եմ, որ ինքը ինձ վստահեց, որովհետև ես շատ երիտասարդ էի, ամբիցիոզ, բայց ինքը հավատաց իմ գաղափարին եւ իմ գաղափարը իսկապես շունչ առավ եւ ես սկսեցի մեր հայրենիքի մշակույթը նախագծով, որի սցենարիստն էի ես։ Այդ նախագիծը հետագայում տարբեր միջազգային մրցույթներում լավագույնը ճանաչվեց, երեխաների հետադարձ շատ մեծ կապ կար, ես շատ ոգևորված էի, բայց հենց այդտեղից սկսեցին իմ խնդիրները, որովհետև մրցանակի հետ խնդիրներ եղան, այսինքն երբ որ դու երիտասարդ ես եւ ինչ որ մի բանում հաջողում ես, շատ անգամ մեծ սերունդը դժվար է դա ընդունում, դժվար է լինում քեզ տեղ տալ ինչ որ ավելի ինչին դու արժանի ես տալ ավելի մեծ հնարավորություններ բայց այդ հնարավորությունները տվեց ինձ Ռուսաստանի լրագրողների միությունը իրենք ինձ հետագայում կանչեցին ուրիշ նախագծի այդ ուրիշ նախագծում ես եւս լավագույնը ճանաչվեցի էլի միջազգային մրցույթում հետո Միր հեռուստաընկերությունը եւ այլն եւ իմ արշավը հեռուստատեսությունում սկսվեց դրսից ես եղա գնահատված դրսում իբրև լրագրող ուրիշ կերպ չէ, բայց երբ որ ես արդեն եկա այդ մրցանակներով Հայաստան եւ երբ որ արդեն Հայաստանը տեղեկացա, որ ինձ դուրսը գնահատում են, ինձ այլևս թույլ չտվեցին խորապես զբաղվել նրանով, ինչ որ ես եմ ուզում։ Ինձ բերեցին էկրանի մեջ, այսպես ասեմ, եւ այլևս այդ հետադարձ քայլը ինձ մոտ այդպես էլ չստացվեց։ Իսկ գուցե դուք եք ուզում հենց էկրանում լինել այդ պահին։ Չէ, Հիմա ես երբեք չեմ ուզել, ես ավելի շատ կուզեի լինել վավերագիր ռեժիսոր, ես կուզեի լինել պրոդյուսեր, ես կուզեի շատ բաներ, ինչին ես ունակ էի ու ինչը ինձ հետաքրքիր էր կամ ի վերջո ոչ ոք չի սահմանափակում, չէ, կարելի է միշտ համա համատեղ համատեղել այդ ամենը, բայց իմ պարագայում այդպես չէր ստացվում։ հա, ցավոք դժվար է, երբ քո պատկերացումներն այլ են, իրավիճակն այլ է թելադրում։ Իսկ Ну, ո՞րն է եղել։ երբ որ դու ավելի ստեղծող մարդ ես, դու ուզում ես ինչ-որ մի բան ստեղծել, իսկ քեզ բերում դնում են ուրիշների ստեղծածի մեջ, Հա, դա արդեն մի քիչ սահմանափակում է, բարդ է։ եւ այդ սահմանափակումը մշտապես ինչ-որ sense դիսկոմֆորտի տպավորություն է թողնում, որը միշտ քեզ հետապնդում է։ Եվ ես հաճախ եմ լսում ստեղծագործող մարդկանցից, լրագրողներից, որ իրենց համար տասնյակ անգամ, այսինքն ոչ թե հեշտ է, բացարձակ խնդիր չէ խոսել, իրականացնել այնինչ իրենք են ստեղծում, եւ բարդ է, երբ իրենք պարզապես կարդում են ուրիշի ստեղծածը, դա իրենց համար միշտ ասում են, որ բարդություն է ստեղծում։ Իրականում ինձ համար դա էլ բարդ չի, ընդհանրապես։ Ընդհանրապես բարդ չի, որովհետև եթե դուք խոսում եք նորություններ ընթերցելու մասին, ապա նախ այնտեղ էլ ես դու ազատ, քեզ նյութը տրվում է, դու ես գրում, եւ եթե անգամ դու չես գրել, ապա այնպիսի մասնագետներ են դա գրում տալիս, որ դու խնդիրը չես ունենում։ Եթե դա կինոյի մասին է խոսքը, կինոյում էլ ես դու ազատ, որովհետև դեռևս չեմ աշխատել ռեժիսորի հետ, ով ասի ոչ տառ, ոնց գրված է, այդպես չի լինում, դու էլի ազատ ես, դու կարող ես ստեղծագործել։ Բայց ամեն դեպքում, երբ որ դու հիմնորեն կարող ես ուրիշ բան անել, բայց քեզ ավելի սահմանափակում են եւ վերում են, որովհետեւ դու կին ես ու դու գուցե արտաքնապես ավելի էկրանի համար համապատասխանես, դա սահմանափակում է։ Շատ լավ, իսկ առհասարակ ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը։ Հենց միանգամից No, եթե ես ոչ, այո պրեսում եղել եմ լրագրող եւ մանկապատանեկան տենց թեմաներ վերաբերյալ ինչ որ փոճու բաներ էի գրում։ շատ լավ, խոսենք մեկ այլ ձեր կյանքի, կարծում եմ, եթե ոչ ամենակարևոր, ապա կարևորներից մեկի մասին, երևույթներից մեկի մասին, դուք միշտ մեծ սիրով ու ջերմությամբ եք խոսում հենց մայրության մասին, այնպիսին են ձեր եւ ձեր տղայի հարաբերությունները։ Ամ, Աստված ինձ օրհնել է զավակ պարգևելով եւ ես համարում եմ, որ իմ կյանքի ամենա
մեծ, ամենաճիշտ, լավ բանը, որ եղել է, դա իմ զավակն է։ Ու իրականում ես իրա մասին չեմ սիրում խոսել, շատ չեմ խոսում, բայց ասեմ, որ այո, ես համարում եմ, որ Աստված ինձ սիրում է։ Շատ լավ, իսկ դուք արդեն որպես փորձառու, որովհետև ձեր տղան մեծ է, արդեն ինքն իր կյանքն ունի, ձեզանից բավական անկախ կարծում եմ, այդ փորձից ելնելով, ի՞նչն է ծնող երեխա առողջ հարաբերությունների հիմքը։ Երևի սերը ու այն փաստը, որ դու պետք է հասկանաս, որ իրենք նոր են աշխարհը բացահայտում եւ միշտ չի, որ մեր ցանկությունները, որոնք մեզ թվում է, որ ի նպաստ իրենց է, կարող են իրենց երջանկացնել։ Շատ դժվար է ծնող լինելը, որովհետև մենք էլ ենք առաջին անգամ գիտակցաբար ապրում այս կյանքը եւ մենք էլ ենք հաղթահարում առաջին անգամ այս բոլոր դժվարությունները եւ խնդիրներին լուծումներ փորձում տալ եւ սերունդների բախումը այդպեսին է լինում, որ նախ իրենց մտածելակերպը այլ է, մեր արժեքները մի փոքր տարբերվում, այո, հիմնական արժեքները բոլորինս նույնն են, ամեն դեպքում պետք է լինեն նույնը, բայց իրականում տարբեր տեսանկյուններ ունենք եւ նույն խնդիրը տարբեր կերպ ենք տեսնում, շատ դժվար է ընդհանրապես ծնող լինելը մեծ պատասխանատվություն է եւ կարծում եմ ինչ էլ անես միևնույն է վերջում տեսնելու ես, որ սխալներ արել ես։ Դա Բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որովհետև ես էլ երկու տղա ունեմ ու շատ հետաքրքիր է միշտ վերլուծում եմ այդ հարաբերությունները ու միշտ ինքս ինձ անգամ եթե սխալներ եմ թույլ տալիս, միշտ հիշեցնում եմ, որ դրանք ճակատագրական սխալներ չեն, ուղղելի սխալներ են եւ հա, եւ ընդունելը, հասկանալը, Այո, գիտակցելը։ ես կարծում եմ, որ ամենակարևորը ծնող-երեխա հարաբերությունների մեջ դա այն անվեհապահ սերն է, որը պետք է երեխան իմանա, որ իր ծնողը ունի իր նկատմամբ, եւ բաց դռների օրենքը։ Այսինքն, ինձ համար նշանակում է, որ եթե երեխան մեծացավ այնքան, որ ինքը կարիք ունի դուռը բացի եւ հեռանա, ինքը պետք է իմանա, որ ինքը ազատ է, որ ինքը կարող է կայացնել իր որոշումը եւ հեռանալ, բայց նաեւ ինքը պետք է միշտ իմանա, որ ինչ էլ ինքը անի, ինչ էլ լինի, իր ծնողի տան դուռը իր համար միշտ բաց է ու ինքը միշտ կարող է էլի այդ դուռը բացել ու վերադառնալ այդ տուն։ Նույն ջերմության, նույն սիրո, հա, այդ օրենքը պետք է իրենց մեջ լինի, որ իրենք իմանան, որ այդ դռները միշտ իրանց համար բաց են։ Այժմ աշխատում եք որպես իրավաբանի օգնական, հա, նոր կրթություն եք ստացել, ոնց որ կյանքին մեկ այլ տեսանկյունից սկսել նայել, ապագայի հետ կապված պլաններն ինչպիսին են, ինչ պլաններ ունեք, ինչ եք նախատեսում էլ անել։ Այս ամենի Իրականում հետ։ իրականում դժվարանում եմ ասել, որովհետև միշտ ասել եմ, ես միշտ կայացնում եմ իմ որոշումները, բայց Աստված ուրիշ ճանապարհներ ունի ինձ համար։ Ես ստացա կրթություն, ես աշխատեցի բավականին երկար ժամանակ եւ որոշում կայացրեցի, որ ես չեմ ուզում ներգրավված լինել մարդկային ճակատագրեր որոշելու մեջ։ Այն մասնագիտությունը, որը ես ստացա, տալիս էր մեծ հնարավորություններ, բայց այդ մեծ հնարավորությունների համար պետք էր շատ խորացված անգլերեն, որին ես չէի տիրապետում, իսկ այն աշխատանքը, որը ես էի կատարում եւ որը ինձ էր հետաքրքիր, ուղիղ կապված է մարդկային ճակատագրերի հետ։ Եվ շատ հաճախ մարդիկ, ովքեր բավականին պատասխանատու չեն գտնվում եւ իրենց գումարները առավել են դնում մարդկային ճակատագրերից, շատ հաճախ փչացնում են այն մասնագիտության մասին եմ խոսում, որի դիպլոմը ես ստացա եւ շատ հաճախ փչացնում են մարդկանց ճակատագրերը։ Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի ճակատագրի որոշիչ եւ ես այլ ճանապարհով գնացի այս պահի դրությամբ ես աշխատում եմ
հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց հետ, օգնելով իրենց ավելի անկախ եւ ինքնուրույն կյանքի տիրապետելուն։ Բավականին բարդ եւ ծանր աշխատանք է, բայց նաեւ շատ բարի ու շատ բան սովորեցնող։ Ու երբ որ դու շփվում ես այդ մարդկանց անարատ ու բարի աշխարհի հետ, մեկ-մեկ դժվար է ընկալել հոգեպես եւ ֆիզիկապես առողջ, ամեն դեպքում թվացial կամ չգիտեմ ոնց առողջ մարդկանց սխալ արարքների եւ գործողությունների հետ այդպես մի տեսակ sense դիսոնանս է ստեղծվում այդ աշխարհների միջև եւ հասկանում ես մեկ-մեկ որ դու նախընտրում ես բարությունը։ Շատ լավ, ինձ նաև մի հարց էր հետաքրքրում։ Դուք անընդհատ խոսել եք այդ մասին, ես տարբեր հարցազրույցներում այդ կարծիքը տարբեր ձևակերպումներով լսեցի, որ շարունակաբար եւ անվերջ ինչ-որ դժվարություններ ստիպած եք եղել հաղթահարել, բայց այդ ամենի հետ մեկտեղ լավատեսությունը, զվարթությունը, կյանքի նկատմամբ այդ դրական մտածողությունը ձեզ մոտ չի կորել։ Դա պարզապես գիտակցումներ, այդ դժվարությունները, որ իմն է, ես պետք է հաղթահարեմ եւ առաջ գնամ եւ միևնույն է այլ ելք չկա, թե բնավորության գիծ է այդ լավատեսությունը։ Ես դժվարանում եմ ասել, գուցե այդպեսին ծնվել եմ, գուցե իմ կյանքի մանկուց դեռևս եկած դժվարություններն են բերել դրան, որովհետև հայ հասարակությունը ընդհանրապես տղամարդու բացակայությունը ընտանիքում շատ վատ է ընկալում եւ շատ հաճախ երեխաները, որոնք մեծանում են բաժանված ընտանիքներում, շատ ավելի շուտ են հասունանում ու մեծանում, որովհետև մարդիկ չար են եւ Թիրախավոր։ շատ ավելի խնդիրներ են ունենում հատկապես աղջիկները, քան ամբողջական ընտանիքում մեծացող երեխաները։ Ես այդ խնդիրները ունեցել եմ մանկուց, որտեղ իմ ծնողները շատ շուտ ես բավականին փոքր եմ եղել, երբ որ նրանք ամուսնալուծվել են, եւ այդ խնդիրները մշտապես ինձ հետ են եղել, եւ երևի բնավորություն, կյանքի փորձ, որովհետև կյանքի փորձը գիտեք հաճախ բերում է մարդկանց անգամ եթե ինչ-որ փոքրիկ դժվարություն է լինում, կտեսնես ինչ-որ այնքան ծանր են այդ ամենը տանում։ Դժվարությունները ստեղծված են հաղթահարելու համար եւ դրանք պետք է հաղթահարել բարձր գլխով։ Եվ անպայման չի, որ բոլորը դրա մասին իմանան։ Այսինքն, եթե հայտնվում ես հիվանդանոցում, անպայման չի լուսանկար դնես, որ բոլորը իմանան, գրեն, վայ, կամ ինչ-որ մի բան եղավ, անպայման չի։ Բայց դա նաև ձևավորում է սխալ կարծիք քո մասին մարդկանց, երբ որ իրենց թվում է, որ քո կյանքում ամեն ինչ այսպես հեքիաթային կերպով ստացվում է, նվիրվում է, հաջողությունդ մարդկանց այո, իրենց թվում է, որ քեզ ամեն ինչ հեշտ է տրվում եւ դու կյանքում ընդհանրապես չունես ոչ մի խնդիր, խոչընդոտ, մեկ-մեկ զայրանում եմ, բայց հետո հասկանում եմ, որ ինձ դա չի հուզում, ինձ պետք չի, որ մարդիկ, ես սխալ արել եմ, ես մի անգամ ցույց դրել եմ աշխարհի իմ թուլությունը եւ համարում եմ, որ դա իմ մեծագույն սխալն էր, ոչ թե որ իրենք ճշմարտությունը իմացան, ոչ, որովհետեւ իրենք տեսան ինձ թույլ այդ պահին եւ մինչ օրս դա օգտագործվում է իմ դեմ, որտեւ մարդիկ չար են, իրենք փնտրում են ինչ-որ մի բան, որ անընդհատ օգտագործեն քո դեմ։ Հա, համաձայն եմ ձեզ հետ եւ երբ դու չես բողոքում, չես դժգոհում եւ ասում ես, որ ես գոհ եմ այն ամենից, ինչ ունեմ, մարդկանց թվում է, թե իսկապես այդ ամենը շատ հեշտ է դրվում եւ ոչ մեկ չի տեսնում այն աշխատանքը, այն ջանքը, եռանդը, որ դու դրել ես, բայց դա քո համար սովորական է, որովհետեւ դա քո էությունն է։ Այդպես, մի քանի այսպես կարճ հարց, ինչի համար եք ափսոսում։ Կրթության շատ կուզեի էլ ավելի հնարավորություններ ունենալու սովորելու ու շատ ավելի շատ սովորեի, որովհետև աշխարհը այնքան մեծ է եւ փառք Աստծո այն երկիրը, որում ես այս պահին գտնվում եմ, սահմանափակումներ չի դնում ոչ տարիքային, ոչ ընտրության, եւ ես հուսամ, որ դեռևս միշտ լինում է ինչ-որ փուլ, որ դու կարողանում ես սովորել, հետո օգտագործել գիտելիքը, հետո երևի էլի գալիս է ինչ-որ մի բան, երբ որ դու կարող ես քեզ թույլ տալ էլի ինչ-որ մի բան սովորել։ Ես կարծում եմ, որ հուսամ, որ ամեն ինչ դեռևս առջևում է։ Մենք կսպասենք նորությունների։ Շնորհակալ եմ։ Ինչով եք հպարտ։
իմ մարդ տեսակով ուրախ եմ, որ այս այն կեղտոտ իրավիճակը, որը մեր շուրջը կա, չի ազդում իմ վրա, չի ազդում իմ բարի լինելու վրա, իմ մարդ տեսակի վրա Ուրախության եւ վրա։ բաց մարդկանց նկատմամբ, անկախ նրանց չարության, անկախ նրանց անդաստիարակ լինելուն, անկախ նրանց վերաբերմունքին, չի ազդում իմ վրա եւ ես բավականին բաց անձնավորություն եմ։ Ինչ է երջանկությունը։ Ըստ ձեզ։ Լինել հարազատ մարդկանցով շրջապատված, չլինել մենակ ու իմանալ, որ դու մենակ չես, որ քո կողքին կան մարդիկ, ովքեր քեզ սիրում են, գնահատում են ու մշտապես կողքիդ են։ Ինչ է սերը։ Անվերջանալի զգացմունք, որը քեզ երջանկացնում է։ Եվ ինչ է կարոտը։ Տխրություն, ինչ որ կորուստի զգացողություն, ինչ որ մի բան պակասում է քո կյանքից, ինչ որ մի կտոր քո սրտում փակվում է երևի։ Ում եք ամենից շատ կարոտում հիմա։ Մայրիկիս, շատ։ Հույս ունենանք, որ մոտ ապագայում կկարողանաք գրկել, տեսնել ձեր մայրիկին, Շնորհակալ եմ շատ։ կրճատել, ու էլ չտխրել։ Մերսի։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, ինձ շատ հետաքրքիր էր, կարող էինք անվերջ կարծում եմ խոսել, բայց թողնենք մյուս առիթներին։ Շնորհակալություն շատ, Զենֆիրա ջան, շատ շնորհակալ եմ, որ ես մեր իրականության մեջ, որը այս պահին շատ խառն է, տխուր ու կեղտոտ իրականում, դուք կարողացաք կտրել այդ ամեն ինչից, տանել դեպի լավ հիշողություններ, դեպի ջերմ պահեր եւ ինչ որ դրական էմոցիաներ փոխանցել, շատ շնորհակալ եմ։ Դե ինչ, սիրելիներ, մեր զրույցը մոտեցավ իր ավարտին։ Հիշեցնեմ, որ դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը։ Իմ հյուրն էր Գայանե Ասլամազյանը, իսկ ես Զենֆիրա Քալաշյանն եմ, կհանդիպենք։